Իրավապահները խուզարկություն էին իրականացնում Սամվել Կարապետյանի առանձնատանը, նա այդ ընթացքում ռուսական լրատվամիջոցին էր հարցազրույց տալիս, ասում էր մասկ շոու են ուզում բեմադրել, հա, բայց իր բակում հավաքված մարդիկ հակահարված տվեցին, ոնց եք մեկնաբանում սա։ Ներողություն, բայց մասկի շոուն իրանք էին իրականացրել, երբ այդքան մարդ էին հավաքել իրենց բակում եւ դեռ մի հատ էլ իր եղբայրը, հա, այսպես գահին նստած հետևը մի 20 հոգի կամ 30 հոգի կանգնած, դա էր մասկի շոուն, այնպես որ իրավապահները իրենց գործն էին իրականացնում։ Սամվել Կարապետյանի հետ կապված գործընթացներին միաժամանակ նաև Հայաստան խմբակցությունը հայտարարություն տարածեց։ Մենք հիմա տեսնում ենք նաև ընդդիմադիր պատգամավորների ելույթները կրկին Սամվել Կարապետյանի վերաբերյալ, սա ինչի մասն է խոսում ըստ ձեզ։ Սա խոսում է նրա մասին, որ Հայաստան խմբակցությունը ունի սեփական օրակարգ եւ որտեղ ինչ տեղի է ունենում, հա, կառավարության դեմ բողոք, նրանք հայտնում են այդ մարդկանց կողքը, որովհետև նորից եմ կրկնում, իրենք իրենց սեփական օրակարգը չունեն։ Տեսան Սամվել Կարապետյանի տան բակում 20-30 հոգի հավաքվել են, Աղվանը Վարդանյան այսպես թևերը քշտած գնաց կանգնեց այդ 20-30 հոգի կողքին, հետո Գեղամ Մանուկյան